ոչ թե պետք է սահման դնել, այլ պետք է քո երկրի ժողովրդի մեջ այդ ապազգայինը, որ մցրեց հանեց ազգայինը, թուլացրեց ժողովրդին։ Խորհրդային միության ժամանակ յուրաքանչյուր ուզբեկ լիներ, չեմ վրացի, հայ, ռուս, ուկրաինացի, սկսեցին մեր ազգայինը մեր միջից նոսրացնել։ Նոսրացնելու հետևանքով մենք թուլացանք։ Եվ դա չեղավ անկախության տարիներին, մենք արդեն պատրաստ էինք, մենք որևէ ազգային հենք չունեինք։ Այսինքն նույնիսկ այն ժամանակ հիմա գոնե Գինոսյան Գագիկ ունեինք, Արթուր Շահնազարյան ունեինք, Արուսակ Սահակյանն ունենք, Կոմիտասի ազգագրական ամբիոն ենք, ճիշտ է, խորհրդային տարիներին այդ ունենք պարտիերոջը դա կար, բայց դա մի խումբ երաժիշտների, սովորող երաժիշտների համար է, ազգային ակադեմիայում ինչ-որ բան կար, բայց ասենց կար ձևի համար պահում էին, շենն էլ թողնում շատ թպրտաս, ես կարդում էի Թահմիզյանի հայ երաժշտության մասին ակնարկը, 3 լեզվով կա հայերեն, անգլերեն, ռուսերեն, երեքին էլ ծանոթացել եմ, լավ թարգմանված, հայերենից կամ ինքը ռուսերեն էր գրել, հավանաբար անգլերեն, հայերեն թարգմանված, սկզբում մի այնպես գաղափարախոսություն էր խորհրդային գնում, ասում եմ, «Էս ինչ անում ես Թահմիզյանը»։ Հետո հասկացա, ով չգրեր, մնացածը չէին օգնի տպեր։